Adidas և Puma երկու հարազատ եղբայրների կռվի արդյունքում ստեղծված աշխարհահռչակ բրենդներ։ Նախքան ես կպատմեմ այս ինտրիգային պատմությունը, ստեղ Milfollow կոճակը քո սիրելի ֆեշն և բյութի բրենդների պատմությունները բացահայտելու համար։ 1924 թվականին գերմանացի եղբայրներ Ադոլֆ և Ռուդոլֆ Դասլերները կարճ Ադին և Ռուդին հիմնում են Dassler Brothers կոչվող սպորտային կոշիկների արտադրության ընկերությունը Գերմանիայի Հերցոգենաուրախ քաղաքում, որի միջով անցնում է Աուրախ գետը։ Թե ինչու եմ սա շեշտում, կիմանաք վիդեոյի վերջում։ Ադոլֆը զբաղվում էր կոշիկների արտադրության տեխնիկական հարցերով, իսկ Ռուդոլֆը դրանց վաճառքով և առաջխաղացմամբ։ Թեև ընկերությունը գրանցում է նշանակալից հաջողություններ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղբայրների հարաբերությունները լարվում են։ Գործնական և քաղաքական տարբեր հայացքներին գումարվում է նաև անձնական կոնֆլիկտ։ Նրանք բնակվում էին նույն տանը իրենց կանանց և երեխաների հետ։ Ռմբակոծություններից մեկի ժամանակ Ադոլֆը իր ընտանիքի հետ շտապում է նկուղ, որտեղ արդեն իսկ թաքնվում էր Ռուդոլֆը իր կնոջ և երեխաների հետ։ Նկուղ մտնելու պահին Ադոլֆը ասում է. «Էլի եկան այս անիծյալները», նկատի ունենալով թշնամու օդային ռմբակոծիչները։ Սակայն Ռուդոլֆը մտածում է, որ այդ ամենը վերաբերվում է իրեն և իր կնոջը։ Սա դառնում է համբերության վերջին կաթիլը և եղբայրության վերջը։ Ադոլֆը և Ռուդոլֆը որոշում են բաժանել ընկերության ակտիվները։ 1948 թվականին Ռուդոլֆը հիմնում է Ռուդա կոչվող ընկերությունը, որը հետագայում վերանվանվում է Պումայի արագություն, ուժ և ճկունություն բնութագրելու համար, ինչը իսկապես շատ կարևոր է սպորտային կոշիկների դեպքում։ 1949 թվականին Ադոլֆը գետի մյուս կողմում հիմնում է Adidas կոչվող ընկերությունը, անվանումը իր անվան և ազգանվան առաջին վանկերի միաձուլման արդյունքն էր։ Քաղաքը բաժանվում է երկու մասի։ Գետի մի կողմի բնակչությունը սատարում է Adidas-ին, իսկ մյուսինը Puma-ին։ Եղբայրների հակամարտությունը տևում է մի ամբողջ կյանք և շարունակվում նույնիսկ մահից հետո։ Իրենց կտակներում Ադոլֆը և Ռուդոլֆը հստակ նշել են, որպեսզի գերեզմաները լինեն իրարից մաքսիմալ հեռու։ Այդպես էլ եղավ։ Նրանք թաղված են իրենց հայրենի քաղաքի գերեզմանատան տարբեր ծայրերում, ինչը բնորոշում է նրանց հավերժ հակամարտությունը։ Ահա այսպիսի տխուր պատմություն։ Դե իսկ դու մեկնաբանություններում նշիր, թե որ բրենդն ես առավել հավանում՝ Adidas-ը, թե Puma-ն։